Դուք նախկին պատգամավոր եք եղել եւ ինչպես յուրաքանչյուր պատգամավոր Հայաստանի բարօրության համար է չէ դառնում քաղաքական գործիչ։ Ներկայիս իշխանության քաղաքականությունը ձեզ բավարարում է, մենք ճիշտ ուղով ենք գնում որպես հայ։ Պատգամավորը ընդհանրապես իր կոչումով պետք է ծառայի ժողովրդին եւ հայրենիքին, բայց Եվ կարծում եմ, որ հիմա արդեն ահագին երկար ժամանակ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը իմ կարծիքով ճիշտ ճանապարհով է գնում, բայց դանդաղ։ Ես կուզենայի, որ ավելի եռանդով դա աներ եւ ինչքան հնարավոր է արդյունավետ ձևով իրացնել իր հնարավորությունը։ Ես կարծում եմ, որ դա ոչ միայն իշխանության գործն է, այլ հասարակության եւ ժողովրդի Հայաստանի անվտանգության հարցն է հիմա դրված եւ ընդհանրապես հայկական պետության զարգացման հարցը։ Ուղղակի դա հարկավոր է լավ անել, որակով եւ արդյունավետ։ Այս իշխանության մինուսներից մեկն այն է, որ մենք պատերազմ տեսանք եւ 5000 զոհ ունեցանք, հետո ստացվեց այնպես, որ մենք հանձնեցինք Արցախը, հիմա քննարկվում է անկլավների հարցը, քննարկվում է սահմանազատում, սահմանագծում, դժգոհությունները մեծ են, մինուսները շատ են։ Այս պայմաններում մենք ոնց իշխանությունը ինչպես է գնում ճիշտ ուղով, եթե յուրաքանչյուր քայլից հետո Հայաստանը ինչ որ մի մասով պակասում է։ Այո, պակասում է, որտեղ այն Հայաստանը, այն համակարգում գտնվող Հայաստանը արդյունավետ չկա, որովհետև համակարգը չկա, անվտանգության համակարգը 200 տարի որ կար Հայաստանում, դա փլուզվել է, ուղղակի մեր անվտանգություն երաշխավորող ուժերը հեռացել են Հայաստանից, հիմա Հայաստանը անշուշտ կորուստներ ունի, որտեղ փլուզում է տեղի ունեցել, այդ համակարգի փլուզումն է, հիմա հարկավոր է գտնել նոր, այս դրա համար ասացի, որ հարկավոր է ավելի մեծ եռան թափել, հարկավոր է գտնել նոր անվտանգության համակարգ պահպանելու համար եղածը եւ եթե Աստված տա նաեւ նվաճումներ ձեռք բերել, հաջողություններ ձեռք բերել։ Մենք այս Թրամփի ուղով կգտնենք այդ անվտանգությունը, որովհետեւ ռիսկերի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը։ Թրամփի ուղին մեր ընտրությունը չի, մեզ առաջարկվել է որոշակի գին ունի, այսինքն այդ անվտանգության գինը նաև Թրամփի ուղին է, անվտանգության գինն է դա, ոչ թե մենք ընտրեցինք ուզում էինք ինչ-որ մեկը գար, այլ մեր անվտանգությունը պայմանավորված է զիջումներից, ինչ պետք է զիջենք, որպեսզի պահպանենք եղածը, ես այդպես եմ գնահատում, Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ իր դաշնակիցները այդ ծրագրում մեզ դա առաջարկեցին ուղի անվտանգության դիմաց։ Հիմա ո՞րն է Հայաստանի իշխանությունների սխալը։ Դանդաղ կոտությունը։ Ես կարծում եմ նախաձեռնողականության բացակայությունը, հարկավոր է նախաձեռնող լինել հենց այդ ուղղությամբ, արագ տեղավորվել նոր աշխարհում, որտեղ մենք ընկել ենք նոր աշխարհ։ Իսկ սխալը այն չեք համարում, որ օրինակ երբ որ ընտրվում են ընդդիմադիր ղեկավարներ, նրանց մի անգամից ձերբակալում, քրեական գործեր են հարուցվում եւ կալանավորվում են վերջի վերջո, եւ արդյունքում այդ ժողովրդավարության թեզով երբ որ եկել էին իշխանությունները, աստիճանաբար այդ ժողովրդավարությունը մարում է, բռնի եւ բռնի կերպով է իրականացվում եւ դատական իշխանությունները ենթարկվում են հենց իշխանություններին, ինչը կարծես սխալ է։ Ժողովրդավարության եւ հանուն անկախության պետք է ամեն ինչ արվի, այ պետք է մենք իմանանք ինչ որ արվում է, դա արվում է հանուն ժողովրդավարության։ Եթե ժողովրդավարությունն է զոհաբերվում, ուրեմն դա լավ բան չի, դա արդեն սխալ է։ Եթե անկախությունն է զոհաբերվում, դա արդեն սխալ է։ Այ հիմա մենք պետք է ելակետը դա է։ Մենք դա անում ենք ամրապնդելու համար ժողովրդավարությունը, զարգացնելու համար ժողովրդավարությունը, այսինքն հալածյալները պետք է լինեն հակաժողովրդավարականներ, հակաանկախականներ։ Եթե այդ շաբլոնի մեջ տեղավորենք քաղաքական իշխանության վարքագիծը, ուրեմն ճիշտ կլինի մեզ համար, կիմանանք, որ լավը չի իշխանությունը, կամ կիմանանք, որ իշխանությունը լավ է, ճիշտ է անում։